Տիկին Ղազարյան, կարծեմ մեր ժամանկարգի առաջարկությունը իմն էր, բանավոր հնչեցրել եմ դա, եւ լավ է, որ ընդունել եք, բայց մենք ունենք նաեւ բանավոր առաջարկներ ընդունելու ավանդույթ եւ կարծում եմ բոլորին պարտադիր չէ, որ առաջարկները լինեն գրավոր, այնպես որ ընդունել եք, բայց ես նաեւ առհասարակ կարծում եմ իմ ելույթի ժամանակ եւ ոչ միայն ես, այլև շատերը հնչեցրեցին այն միտքը, որ առհասարակ այն մշակութային արժեքները մանավանդ կրոնական, որովհետև ձեր ուղղվածությունը կրոնական կառույցներին էր հատկապես վերաբերում, առհասարակ օտարման ենթակա չլինեն, առհասարակ չլինեն օտարման ենթակա, իսկ ինչու չեք դիտարկել այդ առաջարկությունը կամ այդ տարբերակը։ Շնորհակալություն առաջարկի համար Տիկին Գալստյան, այդ առաջարկը դուք առաջարկում եք այն տարբերակը, որը նախնական տարբերակն է եղել այն գաղափարի, որի ես առաջարկել եմ կառավարությանը, սակայն այդտեղ սահմանադրականության հարց կա, եթե օրինակ խոստանակ որ չեք վիճարկի սահմանադրական դատարանում, կարող ենք փորձել այդ տարբերակով առաջ գնալ, որտեղ այնուամենայնիվ որքան էլ հուշարձանի մասին է խոսքը, սեփականության իրավունքի սահմանափակման ինչ որ չափ կա, որից ավելին տնօրինման սահմանափակման այս դեպքում հարց կա, որից ավելին սահմանադրականության հետ խնդիրներ է առաջացնում, այդ հարցին երևի ավելի լավ կպատասխանի պարոն Դադունցը, քանի որ այստեղ է, որովհետև ես եմ այդ առաջարկի մերժումը իրենցից ստացել, դրա համար լավ չեմ կարող հիմնավորել, որովհետև ամբողջությամբ համաձայն եմ ձեր տրամաբանության հետ, ինչ վերաբերում է օտարման եւ մերժման կարգին, ստացել եմ կառավարությունից գրավոր առաջարկը, շնորհակալություն, որ համաձայն եք, հույս ունեմ դա կնպաստի, որ կողմ քվեարկեք նույնպես։ Ես մի դիտարկում անեմ, այսպես թե այնպես մենք հուշարձանների պետական ցուցակներում, տեսեք խոսքը այստեղ գնում է հուշարձանների պետական ցուցակներում ներառված կրոնական կառույցների մասին, բանական համալիրներ կամ պաշտամունքային կառույցների մասին, բայց ոչ սովորական պաշտամունքային կառույցների, այլ պետական ցանկերում ներառված, ինչը մի ուրիշ կարգավիճակ է հաղորդում այս կառույցներին, մեկ այլ կարգավիճակ, որ նշանակում է համազգային սեփականություն եւ համազգային ժառանգություն, ընդ որում ոչ այս պահի դրությամբ։ Մենք այս խնդրին քննարկման ժամանակ խորհրդարանական տելեագումարի եւ թե հանձնաժողովի նիստում այս դիտանկյունից ենք հարցը քննարկել եւ մանավանդ որ առհասարակ տեսակետներ հնչեցին նաեւ մայրաթոռը ներկայացնող տարբեր հոգեվորականներից, որ իրանք ընդհանրապես դեմ են, ուրեմն այս կառույցների, պաշտամունքային կառույցների, կոնկրետ իրենց հատվածի մասին են խոսում, եկեղեցիների, վանքերի, բանական համալիրների որևէ կերպ օտարման ենթակա դրանք պետք չլինեն եւ նաեւ մենք չունենք փաստը, որ երբևէ որևէ այս կարգի պետական ցուցակներում ներառված պաշտամունքային որևէ կառույց օտարվել է։ Այնպես որ այսպես թե այնպես այս նախագծով մենք սեփականության իրավունքի հետ բան ունենք, որոշակի խաչաձևումներ ունենք եւ մեղանչումներ ունենք, եւ պարզապես օգտվելով առիթից մեկ անգամ եւս հնչեցնում եմ այն տեսակետը, որը արդեն հնչեցրել եմ, որ այս նախագիծը ըստ էության այսպես հիմք չունի, հող չունի իր տակ, որովհետեւ մենք նախադեպը չենք ունեցել, հակառակը ես այն դիտարկել եմ որպես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված արշավանքի եւ նրա նսեմացման արշավանքի որ ինչ որ մի հատված եւ այդ մարդիկ նաեւ ասում են որ առհասարակ մենք դեմ ենք ոչ թե մերժելու կամ չմերժելու կարգերի մասին է խոսքը, առհասարակ մերժումի մասին է խոսքը եւ ես հիմա մեկ անգամ այդ ելույթում ասել, որտեղ հետո ես արդեն ավարտում եմ, ուզում եմ ասել, որ հարցեր տվեք, որտեղ այնտեղ կարող է պարոն Դադունցն բանասի ավելացնելու բան ունեք, ելույթում ամբողջացնեք։ Դե ես ամփոփում եմ սրանով, ասելով, որ ընդհանրապես սա մտածածին նախաձեռնություն է, հող չունեցող եւ այսպես թե այնպես սեփականության իրավունքի հետ ինքը որոշակի մեղանչումներ ունի եւ որևէ խնդիր չի լուծում գոնե հայ առաքելական եկեղեցու ժառանգության հատվածով։
Մեկ ճշտող հարց կարելի է, պարոն Գաբրելյան, ես լավ չհասկացա Տիկին Գալստյան, դուք որ ասում եք, դուք հոգևորականներից արձագանքներ եք ստացել, որ իրենք դեմ են նախագծին, թե դեմ են օտարման գաղափարին առհասարակ։ Այսինքն հիմա որ կարելի է շատ կոպիտ ասեմ, առանց կարգավորման կարելի է առնել ծախել բան, դրան դեմ են։ Ոչ, դա հակառակը օտարելը բացառելի է։ Չէ, հիմա ենթադրելի է։ Չէ, ոչ, ո՞նց է ինձ ոչ։ Լավ, օքեյ, հասկացա, պարոն Դադոնց, դուք կարծականք։ Շատ լավ, Տիկին Գալստյան, չէ, Ես համաձայն եմ ձեր հետ, բայց Երկուսը բանն եք ասում, ավելին ասում։ Պետական ցանկերում ներառված պաշտամունքային առարկաները եկեղեցիների եւ շինությունների մասին է խոսքը հատկապես այս նախագծում առասարակ պիտի օտարման ենթակա չլինեն որպես համազգային ժառանգություն։ Շատ լավ, մենք ենք դա համաձայն։ Ավականին